Հայկական ռադիոյի կազմավորման 100-ամյա հոբելյանի առթիվ մարզային տոնական համերգաշարի մեկնարկը տրվեց Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։ Հոբելյանական միջոցառումները, որոնք տեղի կունենան Հայաստանի 8 խոշոր բնակավայրերում, նպատակ ունեն ռադիոյի պատմական ու կենդանի ձայնը հասանելի դարձնելու յուրաքանչյուր քաղաքացու։ Մարզային առաջին համերգը վստահված էր հանրային ռադիոյի Արևիկ մանկապատանեկան անսամբլին, սիրված հին ու նոր կատարումներով։ Երգացանկը բավականին հետաքրքիր է, որովհետև իր մեջ ներառած է ոչ միայն Արևիկի լավագույն երգերից, նաև նոր երգերից Արևիկի այս տարվա, կարելի ասել պրեմիերաներից 24 երգ է հնչելու, ասեմ հետաքրքիր փաստ նաև, որ երեխաները ոչ միայն երգում են, ոչ միայն պարում են, նաև իրենք էլ վարում են իրենց համերգը։ 78 թվականին Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետության հեռուստառադիոյի պետկոմում Գագիկ Բադալյանի և Ռաֆայել Ղազարյանի ջանքերով։ Նախ շատ մեծ պատիվ էր մեզ համար Սպիտակում հյուրընկալելու լեգենդար մեկ դար ապրած մեր 100-ամյա արևիկցիներին, Վահե Հայրապետյանին, մեր մաեստրոյին։ Սա մեծ պատիվ էր մեր մոտ հյուրընկալելը, հատկապես երբ որ մուտքն էլ ազատ էր։ Անշուշտ ամբողջ Սպիտակը տեղեկացված է համայնքը իր գյուղերով։ Արևիկ մանկապատանեկան անսամբլի պարուսույց Ալինա Միքայելյանն ասում է, այս համերգին պատրաստվել են 20 օրում։ Հեշտ են սովորել 20 օրվա ընթացքում կարողացել են ամեն ինչին լուրջ մոտենալով պատրաստվել, որ այսօր վայելեն մեր հանդիսատեսը գեղեցիկ համերգ։ Շուրջ կես դար տարբեր բեմերում հանդես եկող Արևիկ անսամբլի վոկալի մասնագետ Նաիրա Մելիքյանն ասում է, մարզային միջոցառումներին մոտենում են առանձնակի պատասխանատվությամբ, քանի որ դրանք նվիրված են հայկական ռադիոյի կազմավորման 100-ամյակին։ Մեծ պատասխանատվություն է իհարկե մեր այսօրվա համերգը փայլուն երեխաների կատարումը, ես եւ հպարտ եմ եւ հուզված եմ եւ շատ երջանիկ եմ, որ մասնակցում եմ այս միջոցառումների մեջ Արևիկի հետ միասին։ Զգացողություն ունես այսքան մարդու մոտ երգում ես ռադիոյի 100-ամյակին։ Զգացողությունը շատ ուժեղ է, ճիշտ է, հուզվածություն կա, բայց քանի որ իմանալով ես մեծ պատիվը, որ մի դար չի կրկնվի, ամեն օր ռադիոն 100-ամյակ չի դառնում, ու վստահ եմ, որ համերգը լավ կանցնի, լարվածությունն էլ կվերանա։ Ես ունեմ ուրախ տրամադրություն։ Ու ռադիոյի 100-ամյակին, ռադիոյի ծնունդն է, ինչ ես մաղթում։ Մաղթում եմ ժպիտ, ուրախություն ու միշտ ուրախ լինի։ Որ շուտվա արևիկցի եմ, նորերը տենց ահավոր լարվում են, դե իմ համար սովորական է, որտեվ շատ մեծ համերգների եմ մասնակցել, համաշխարհային աստղերի հետ, սովոր եմ, ոնց որ ադրենալին լինի։ Ինչ ես մաղթում հայկական ռադիոյին 100 տարեկան է։ Շատ ուրախ եմ, որ հանրային ռադիոն չլիներ, երևի արևիկը չէր լինի, դե շատ ուրախ եմ, մաղթում եմ, որ նոր հաջողություններ ունենա ու երկար տարիներ այդ ալիքը միշտ լինի։ Այսպես տրվեց հայկական ռադիոյի կազմավորման 100-ամյակի մարզային համերգների մեկնարկը։